Radio Stars-ի հավատարիմ ունգընթիրներ պատրաստվեցեք հետևելու նոր հարցազրույցիմը։ Հաղորդավարուի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը պիտի հյուրընկալ է Հայաստղեր հաղորդաշարեն լավագույն ժողովրդական և կուսանական երկերու կատարող հայտնի երգիչ Գուրգեն Տաբաղյանին երկուշաբթի ապրիլ 28-ին։ Խայրում է սորոր շորոր, ծախում է շուրջ բոլոր, նայում ես իմ աչքերին, մնում եմ ես մոլոր։ Գուրգեն Տաբաղյանը պիտի վերհիշե 6 տարեկան հասակից Սայաթ Նովայի երգելու առաջին նախակայլերու մասին, ապա առաջին մենահամերգին հայ երգի փոքրիկ իշխան գոչվելուն, բարգևներուն ու գոչումներուն մասին, պիտի խոսի նաև երգած ոճի մասին, ներառյալ ավելի արտերգրում մենահամերգներ ներկայացնելուն, աբակայի ծրագիրներուն և իր ստեղծագործություններուն մասին։ Աշխարհում ամենակարծր սերը ինձ հասավ, ամենասիրուն աղջիկը կյանքը իմ դարձավ։ Լսեցեք և դիտեցեք հարցազրույցը ուղիղ եթերով Radio Stars-ն և Radio Stars-ի թիմադեդրեն կեսօրե ետք ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով և երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով։ Սիրում եմ քեզ մամչան, աշխում եմ քեզ մամչան։ Սիրելի Radio Stars-ի ունգընթիրներ և ագընթիրներ, սպասեցեք հետաքրքրական հարցազրույցին ժողովրդական երգիչ Գուրգեն Տաբաղյանի հետ Radio Stars-ն։ Հայաստղերը հաղորդաշարը Radio Stars-ն։ Radio Stars-ի հավատարիմ ունգընթիրներ և ագընթիրներ, ահա վասիկ ժամանակը հասած է որբեսի ես կար շատարման պացագահիմ, որբեսի միանամ հարկարժան հյուրիս հետ այսօր երկուշաբթի ապրիլ 28-ի Հայաստղերը հաղորդաշարի հյուրն է ժողովրդական հարկված և սիրված երգիչ Գուրգեն Տաբաղյանը։ Պիտի լսենք գամիսեր իր ստեղծագործություններեն երգմն է, ապա ես կպացագայիմ և երկուքս միասին կվերաթարնանք։ Դուք մեզի սպասեցեք և հետևեցեք։ Լսենք։ Կամիսեր իմ սրտի մեջ անուշու երազոտ, հայացքա փուրու կրակ, սիրուտ եմ ես կարոտ, սիրունիք սևաչերով, վարդի նման շուրթերով, երեցիր քո ժպիտով ու բույրով, խոսեմ եմ ես երկելու, երկով սիրտդ գերելու, իմ կյանքում ամբողջ հոգով սիրելու, մեկ ժպտում ես, մեկ ամաչում չգիտեմ, հոգուտ խորքում ինձ սիրում ես լավ գիտեմ, չեմ ուչումով հերիք իմ սիրտը մաշես, այսօրվանից իմը դու ես կոնը ես։ Ոնց է ժողովուրդ դրամատրությունը ոնց է։ Լավ է։ Խայրում է սորոր շորոր, ծախում է շուրջ բոլոր, նայում ես իմ աչքերին, մնում եմ ես մոլոր, իմ կյանքի սերը դու ես, մի կրակում իմ ուղես, չգիտես որքան եմ քեզ սիրում ես, իմ սերը չունի սահման, աչքերդ շողի նման, աշխարհում չկա քեզ պես ամենման։ Այ ջան։ Մեկ շպտում ես, մեկ ամաչում չգիտեմ, հոգուտ խորքում ինձ սիրում ես լավ գիտեմ, չեմ ուչումով հերիք իմ սիրտը մաշես, այսօրվանից իմը դու ես կոնը ես։ Գելասենք շատ գեղեցիկ երգմը Գուրգեն Տաբաղյանի մեկնաբանությամբ գամիսեր, պետք է անպայմանիշեմ, թե երաժշտությունը իր ստեղծագործություններն մին է։ Որքան լսենք բնավ բավարար պիտի չի թվի մեզի համար այսպես գեղեցիկ և կողդրիկ ցայմը լսելով։
Ուրեմն ողջին Radio Stars-ի հարգելի ունգընտիրներ։ Այսօր եւս պիտի հյուրընկալեմ օժդյալ հայտնի սիրված եւ հարգված երգիչը, որ ծնվել, մեծացել, ուսանել եւ ապրել է Երևանում։ 1994 թվականին 6 տարեկան հասակից սկսել է հանդես գալ Սայաթնովայի երգերով։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգում գայացել է առաջին մենահամերգը 2000 թվականին։ Իսկ երկրորդի ժամանակ նրա գլխին դրել են իշխանական ոսկի թակ եւ այդ օրվանից նրան գոչել հայ երգի փոքրիկ իշխան։ Ավարտել է Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան միջնագարկ դպրոցը, նա որոշել է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում։ Ըստ երևույթին ներշնչվելով իր հորմե հայտնի երգիչ Լևոն Դաբաղյանի եւ հորեղբոր անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի որոշել է մուտք գործել երկարվեստի աշխարհին ներս եւ հավասիկ այսօր նա դարձել է շատ լավ ճանաչված երգիչ։ Հարգելի Radio Stars-ի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ամփոփ ձևով ներկայացնել է յետք զվարճությամբ կհյուրընկալեմ այսօր երկուշաբթի ապրիլ 28-ի հայ աստղեր հաղորդաշարեն ներս մեր հարգված երգիչ ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը։ Բարի երեկո եւ բարի եկածեք։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ ես էլ շնորհակալություն կհայտնեմ իմ հրավերս ընդունելու համար, որովհետեւ դուք լինեք հաղորդաշարի հյուրը։ Ուրեմն սկսենք մենք հարցազրույցը ցեզ վեր հիշեցնելով ձեր մանկությունը Գուրգեն Դաբաղյան։ Ծնվել եք երաժշտական ընտանիքում եւ ես շատ լավ գիտեմ թե միշտ երբ այսպես հավաքույտներ գլինի ընտանիքում ովևէ մեկ փոքրիկ այսպես զարմացած դիտելով գվոքևորվի ընտանիքի մի անդամները մեկ արդյոք ինչ կհիշեք այդ ընտանեկան մթնոլորտեն որ հավաքվում եք բոլորը գնվակեին գերքեին լադուդուկ ծեր հորեղբայրը լա ծեր հայրը որ գերքեր Մեր ընտանիքը քանի որ եղել է երաժշտական ընտանիք հայրիկիս կողմից հիմնականում մեր երաժշտական գենը ամբողջ հայրիկիս կողմից այսինքն Դաբաղյանները բոլոր մեծերը իմ պապիկից սկսած դեռ իմ պապիկի մեծերը ավելի իր հայրը եղբայրները հորեղբայրները բոլորը երգել են եւ եղել են շատ երաժշտասեր Այսինքն երգն ու երաժշտությունը միշտ մեր ընտանիքում, հատկապես իհարկե ժողովրդական երգի երաժշտության մասին է խոսքը, միշտ մեր ընտանիքում եղել է, հնչել է եւ այդ հավաքույթների ժամանակ, ինչպես դուք ասեցիք, միշտ հնչել է երգ երաժշտություն, այսինքն չի եղել ոչ մի հավաք, որտեղ երգ երաժշտություն, ասմունք, երգեր, պարեր չլինի։ Ու ես էլ բնականաբար փոքրուց տեսնելով այդ ամեն ինչը մեծանալով այդ մթնոլորտում դրա համար իմ մեջ սերը հակումը դեպի ազգային ժողովրդական եւ հատկապես աշուղական երգերը մեծ է եղել եւ դրա համար իմ երգացանկում հիմա ամենամեծ բաժինը պատկանում է հենց այդ ոճի երգերին Վստահ թե հանգրվանով պիտի խոսենք բոլոր դեղեցություններու մասին բայց այդ հավաքույթում այդ ընտանեկան մթնոլորտի ընթացքում ինչն էր ցեզ ավելի հետաքրքրած Ինչ կհետաքրքրեր Ես ասեմ ձեզ, որ փոքր հասակում մինչև երգելը եղել եմ շատ խելոք եւ լուր դրակյաց երեխա Դրա համար այդ էր պատճառը, երբ որ սկսեցի երգել բոլորը զարմացել էին ասում էին այն երեխան որը որ սկի չէր խոսում մենք չենք լսել իր ձայնը Ես ոնց մի անգամից սկսեց երգել Դրա համար դա այդ առումով զարմանալի էր մեր ծանոթների եւ բարեկամների համար, որովհետեւ ամաչկոտ է եւ այլն։ Այո։ Եվ դարիների ընթացքում վստահ այդ ամաչկոտությունը այլևս մնացած չէ։ Դե հա, արդեն ինձ բեմը, երբ որ արդեն դարձա երգիչ, բեմը ինձ փոխեց այդ առումով։ Վստահ։ Ես սկզբում, երբ որ նոր սկսել էի երգել, ես ամաչում էի մարդկանց ներկայությամբ երգել։ Ես տանը երգում էի մենակ այն ժամանակ, երբ որ մայրիկի հետ էի մենակ տանը։ Այսինքն մամաս էր, դե մամայից չէի քաշվում եւ
ինքս ինձ մոտենում էի դաշնամուրին, մի նոտայով այսպես պահում էի, դամ էի պահում ու երգում էի ու հենց այդ եղավ պատճառը առաջին, որ մամաս նկատեց, որ ես երգում եմ, մենակ ժամանակ, մեջս ցանկություն կա ու հայրիկիս ասեց, որ երբ որ տանը մենակ ենք լինում, ինքը երգում է մի հատ, ուզեմ լսես, տեսնես ոնց է երգում, ձայն ունի, չունի, տաղանդ ունի, տվյալները ոնց են ու առաջին հենց այդ քայլերը տեղից են սկսվել։ Հարկանքներս ծեր հարկարժան մոր Շուշան Դաբաղյանի թե ինք լավ է թե կուշագած է և մենք այսօր ունենք ծեզի նման շատ բարգեշտ բնավորությամբ կխոսիմ անշուշնախ աբա ցայնով կողդրիկ ցայն ունեցող երկիչմը շնորհակալություն իրեն աստված իրեն երկարգյանք պարգևե թե կուշագած ինք այդ մեկը արդյոք փոքր դարիքեն երկելով դուք ապրել եք ձեր մանկությունը կամ զրկվել եք մանկութենե Չէ, ընդհանրապես ես չեմ զրկվել մանկությունից, մանկության որևէ հաճույքից, խաղերից, բակային խաղերից, դպրոցական չարաճճիություններից, նույնիսկ կռիվներից եւ ծեծկռտուքներից ես հետ չեմ մնացել։ Ամբողջությամբ իմ մանկությունը ես ապրել եմ հենց այնպես, ինչպես պետք է ապրեին երեխաները, ասեմ ձեզ, որ կարող է տպավորություն լիներ շատերի մոտ, որ եթե համերգներ, ելույթներ շատ եմ ունեցել, շրջագայություններ, ձայնագրություններ, ուրեմն մանկություն չեմ ունեցել, բայց դա սխալ կարծիք է, որովհետև այդ համերգներից բացի ես ունեցել եմ շատ ժամանակ անցկացնել Բաքվում իմ ընկերների հետ եւ դպրոցում նույնպես շատերի մոտ ժողովրդի տպավորություն էր ստեղծվում, որ իմ ձայնագրություններն ու տեսահոլովակները, համերգները հաճախ կրկնվում էին եւ մարդիկ մտածում էին ես այդքան ժամանակ միշտ երգում եմ, բայց դա այդպես չէ, դա մեկ անգամ ձայնագրված կամ տեսագրված ձայնագրություններ կամ ինչ որ համերգային կատարում կամ տեսահոլովակ, որը պարբերաբար կրկնվում էր ու ցուցադրվում էր Այսինքն իրականում դա այդքան շատ չէր, բայց մարդիկ տեսնում էին ավելի շատ։ Իսկ մնացած ժամանակ դրանից դուրս։ Ես հաճախել եմ դպրոց, սովորական իմ դասերն եմ ունեցել, կիսամյակ եմ հանձնել, դասեր եմ պատրաստել, գնացել հանձնել, երաժշտական դպրոց եմ նաև սովորել դաշնամուրային բաժին, սովորական դպրոցին, միջնակարգ դպրոցին զուգահեռ Պարապել եմ տարբեր առարկաներ, մայրիկս միշտ հետևում էր իմ ուսմանը, որպեսզի ես ոչ մի բանից հետ չմնամ, ռուսերեն լեզու եմ պարապել, անգլերեն լեզու եմ պարապել, մասնավոր մի խոսքով, իմ մանկությունը անցել է հագեցած եւ երկու առումով լավ, եւ մեկը որպես մանկական խաղերով, աշխուժություններով, դպրոցական այդ կյանքը, մյուսը արդեն ստեղծագործականը, որը կրկնակի երջանկություն է ինձ համար։ Շատ հաճելի իմանալ, թե ամեն տարիքի դուք ապրել եք այդ վարքյանները, այդ պահերը, ուրեմն ասել է, թե բնավ զրկված չեք, ինչպես թե ասեցիք, որովհետև երբ կասեն, թե մեկը փոքրիկ տարիքից սկսել է երգել, ուրեմն ինք ժամանակը չունի խաղալու կամ այլ տարվելու իր այդ տարիքի բարեկամների հետ։ Շատ հաճելի է ցեզ լսել այս բոլոր տեղեկությունները։ Իսկ Գուրգեն Դաբաղյան, դուք 6 տարեկան հասակից արդեն սկսել եք հանդես գալ Սայաթ Նովայի երգերով։ Նախքան խոսենք Սայաթ Նովայի երգերու մասին, ինչ եք հիշում այդ ժամանակից, երբեմն կբարձրանայիք թաղլիջում այդքան մարդ կտեսնեիք, թե ներկա են, ինչ իշադակներ կընկրկեք այսօր այդ 6 տարեկան հասակից, որ սկսել եք երգել։ Դե շատ անսովոր էր սկզբի ժամանակահատվածը, որովհետև երեխան այդ տարիքի փոքր այդքան մեծ բեմահարթակներ, շատ հանդիսատես եւ իհարկե բարդ երգեր, բարդ երգացանք, բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ դարձավ սովորական ավելի եւ դարձավ իմ ապրելակերպի մի մասը։ Այսինքն հիմա իմ կյանքում արդեն ստացվում է այսպես, որ ես հիմա 37 տարեկան եմ, որից 30-ը պրոֆեսիոնալ բեմահարթակի վրա եմ, նույնիսկ 30-ից էլ ավել պրոֆեսիոնալ երաժշտության մեջ եմ, այսինքն ակտիվ գործունեության մեջ եմ,
թե համերգային, թե ձայնագրություններ, թե շրջագայություններ, համերգների տեսքով, տեսահոլովակներ, նկարահանումներ ու հիմա արդեն դա իմ կյանքի մի մեծ կարևոր բաժինն է կազմում, որ առանց դրա իմ կյանքը արդեն ես չեմ էլ պատկերացնում։ Վստահ ներառյալ դուք սովորել եք ձեր փորձառութենեն, տարի ավելի փորձառություն ունենալով, փեմին վրա կանգնելով այսպես, վստահ եմ թե ձեր փորձառությունեն շատ բաներ եք սովորել։ Այո, իհարկե, տարիները իհարկե շատ բան է սովորացրել։ Անպայման։ Իսկ այդ տարիքից, այսինքն 6 տարեկան հասակից, որ գխոսինք սկսել եք Սայաթ-Նովայի երգերը մեկնաբանել, դուք իմանում եք իմաստը, այսինքն գիտեիք թե այդ երաժշտությունը ինչ է, Սայաթ-Նովայի երգերը ինչ են։ Տեսեք, բարեբախտաբար իմ բախտը բերելա, որ ես իմ կողքը ունեցել եմ այնպիսի հասկացող գիտակից եւ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ հետևել են իմ ամեն քայլը, որպեսզի լինի ճիշտ։ Տեսեք, քիչ առաջ որ խոսում էինք մանկությունից, ես կտրված չեմ եղել արդյոք եւ այլն, իրենք դա էլ հասկանալով, որ մանկության այդ տարիները շատ կարեւոր է, աշխատել են ամեն ինչ անել, խոսքը գնում է իմ ծնողների մասին, մամայիս, պապայիս, նաեւ հորեղբորս, որպեսզի ես չկտրվեմ մանկությունից, չդառնամ այսպես կոպիտ խոսքա, որ ասում են մեծացած փոքրացած, որպեսզի այդպես ինչ դառնամ, իմ ընկերներից չտարբերվեմ ոչ մի բանով, որպեսզի չմեծամտանամ, այսինքն բեմում լինելով արտիստ, ես դպրոցում եւ Բաքում արտիստ չէի հասարակ, սովորական իրենց հասակակից ընկեր էի, ոնց որ իմ մյուս բակային եւ դպրոցական ընկերները։ Նույնը երաժշտության ասպարեզում իրենք այնպիսի ճիշտ ճանապարհի վրա են ինձ դնում, որպեսզի ես դե բնական է, ես փոքր երեխա էի եւ այդ տեքստերը, բարդ տեքստերը չէի կարող հասկանալ։ Բայց իրենք ինձ համար, հատկապես հայրս, բացատրում էր երգի իմաստը, մինչև երգը սովորելը բացատրում էր երգի պատմության մասին, երգի հեղինակի մասին, անհասկանալի բառեր կան շատ այդ երգերի տեքստերում, այդ բոլոր բառերի բացատրությունը, որպեսզի ես մեխանիկորեն չերգեմ ինչպես ռոբոտ, այլ երգեմ հասկանալով, որպեսզի ես էլ կարողանամ իմ էմոցիաներն ու զգացմունքները երգի միջոցով փոխանցեմ հանդիսատեսին։ Իրենք իմ կողքն էին այս առումով, ինձ օգնել են եւ դա շատ կարեւոր հանգամանք է եղել իմ կյանքում։ Անշուշտ։ Իսկ ձեր ուղեգիցը ով է եղել թեպի երգի բարձունքը դանող ճանապարհին, ձեր մայրը որ քուշագել է ձեր ցայնը եւ ձեր դաղանթը կամ ձեր հայրը որ արդեն հիմա բացատրեցիք ինք տեղեկություններ էլ փոխանցել ցեզի։ Մայրս ճիշտ է, առաջինն է նկատել, որ երգում եմ, բայց ինքը քանի որ երաժիշտ չի եւ մասնագիտական առումով չի հասկանում երաժշտությունից, ինքը չէր կարող հասկանալ օրինակ ես որ երգում եմ, լավ եմ երգում, թե վատ, ինչ որ տաղանդ կա, թե չէ։ Դրա համար ինքն ասել է հայրիկիս, որպեսզի հայրիկս լսի, իմանալով, որ հայրիկս արդեն մասնագետ է, տարիների երգի մեջ փորձ ունի եւ կարող է լսել եւ ասել, սա երգիչ կդառնա, թե չէ։ Իսկ ձեր ասած ուղեցույցը բնականաբար հիմնական մեծ բաժնով արել է իմ հայրիկը, հետագայում նաև հորեղբայրս նույնպես։ Բայց հիմնականում արել է հայրս, առաջինը լսել է հայրիկս ինձ, որ ես երգում եմ, եւ նկատել է տվյալները, եւ հետո ավելի ուշ քիչ-քիչ ինքը տալիս էր ինձ հանձնարարություններ, տարբեր երգերի եւ տարբեր բարդության, եւ աստիճանաբար երգերը բարդացնում էր, ավելի դժվարացնում էր ինձ համար, որպեսզի տեսներ, թե ես մինչև ինչ բարդության երգեր կարող եմ երգել այդ տարիքում։ Այո։ Եվ ես հաղթահարում էի այդ դժվարությունները եւ մինչև ամենաբարդ մեր աշխուղական երգերից, օրինակ Ջիվանու Ձախորդ օրերը, Սայաթ-Նովա համամաշար կամ Դունեն գլխեն, Ճամփորդեմ, Շերամի նման բարդության երգեր երգում էի, որոնք ամենաբարդն են արդեն։ Եթե ես երգում էի ամենաբարդերը, արդեն դրանցից ավելի հեշտերը շատ ավելի հեշտությամբ էի երգում։ Եվ հայրս սկսեց աշխատել ինձ հետ, մշակվեց երգացանք, ձայնագրության երգացանք, հետո կենթանի մենահամերգի համար երգացանք,
եւ այդ երգերի վրա մանրակրկիտ աշխատանք էր տարվում։ Այդ երգերը ինձնից առաջ ովքեր որ երգել էին, ենթադրենք մեր անվանի երգիչներից կլինի Օֆելիա Համբարձումյան, թե Ռուբեն Մատեբոսյան, թե Նուրայր Նացականյան, իրենց ձայնագրությունները անպայման լսում էինք, հայրիկս միացնում էր, լսում էինք, ումից ինչ որ բան եթե կար վերցնելու վերցնում էինք, եթե չկար, այս մասը շրջանցում ենք եւ մեզնից էինք դնում այդ երգի մեջ այն ինչ որ պետք է։ Այսպես հղկվեց պրոֆեսիոնալ երգացանկը եւ արդեն համերգային ծրագիր եւ արդեն ալբոմներ լույս տեսան։ Այո, որ քիչ յետք ինչպես ասի բոլորը պիտի խոսենք, բայց դուք շատ կարևոր մի բան ասեցիք, որ իմ ուշադրությունս կրավեցիք, դժվարություններու հաղթահարեցիք։ Ինչպիսի դժվարություններու արժև գտնվեցաք, գիտնալով հանդերձ են նեցուկ կանգնող ծնող մոնիկ, հայր մայրունիկ։ Ինչպիսի դժվարություններու արժև գտնվեցաք եւ ինչպես հաղթահարեցիք սանոնք։ Տեսեք, այդ փոքր հասակում, եթե խոսքը գնում է փոքր հասակի մասին, դժվարությունները հիմնական հաղթահարել են հայրս եւ հորեղբայրս իմ փոխարեն։ Ես եղել եմ մենակ երկողի դերում, բայց դրանից դուրս եղել են շատ դժվարություններ։ Հիմնական դժվարությունները կապված է եղել այդ ժամանակներում 90-ական թվականների սովետական միությունից նոր անկախացած ժամանակ ընդունված չէր ժողովրդական ազգային երգերաշտություն կատարել հատկապես փոքր երեխայի կողմից։ Բոլորը պարսավում էին եւ անուն էին կպցնում, թե ինչպես կարելի է այս ժամանակներում, չէ որ մենք արդեն զարգացել ենք, այդ հին երգերը մնացել են անցյալում, հիմա ով պետքա լսի մենք գնում ենք դեպի Եվրոպա, նման խոսակցություններ էր եւ ինչ որ մի երեխա 6-7 տարեկան հելնում Սայաթնովա է երգում, Ջիվանի է երգում, բայց այդ խոսակցությունները մնացին յետևում հաղթահարվեցին, որովհետև ժողովուրդ եղավ լսող, ժողովուրդ եղավ դահլիճներ եկող, տոմս առնող եւ դահլիճներ լցնող, ժողովուրդ եղավ այն ժամանակ կասետներն էին փոքրիկ, կասետներ գնող, այսինքն դա ժողովրդի կարծիք չէր։ Պետական կամ ինչ որ հերոստալիքների, հերոստանգերությունների մակարդակով էր դա արվում։ Նույնիսկ ասեմ համարվում էր ամոթ այդ երգերը երգելը իրենց կողմից։ Բայց այդ գործը արվեց եւ այդ բոլոր խոսակցությունները մնացին անցյալում հաղթահարված, որովհետեւ ժողովուրդը եւ ժողովրդի սերը ապացուցեց, որ այդ երաժշտությունը ունի կյանք, կենսունակը ապրելու եւ ապացուցվեց ժամանակը։ Մյուս դժվարությունը արդեն ավելի շատ մեծ տարիքում է եւ մեծ տարիքի դժվարությունները արդեն ինքս իմ մակի վրա եմ զգացել եւ ես եմ հաղթահարել։ Դա այն տարիքն էր, որ փոքր հասակից հետո պետք է գար ձայնափոփոխման շրջանը, հասունացման այդ տարիքը, որը 13-14 տարեկանից սկսվում է տղա երեխաների մոտ հատկապես, եւ մի քանի տարի չի կարելի երգել, պետք է լռել, որպեսզի ձայնը չվնասվի, իսկ հետո այդ ձայնափոփոխման շրջանը անցնի, նորից արդեն հաստատված կայացած տղամարդու ձայնով շարունակել երգել։ Իսկ այդ մի քանի տարի դադար պահելը դժվար էր, որովհետև ամեն տեսակ խոսակցություն սկսեց տարածվել։ Ամեն տեսակ հիվանդություն ինձ կպցրեցին, ամեն տեսակ վատաբանում ասեկոսեներ, որ ձայնս կտրվել է, էլ չեմ կարողանում երգել, էլ չեմ երգելու ընդհանրապես, վերջ, մի խոսքով, գիտեք, վատ լուրերն էլ ավելի շատ են տարածվում ժողովրդի մեջ եւ այլն, այո, մանավանդ որ ես մինչեւ այդ շատ ակտիվ էի գործունեության մեջ եւ միանգամից լռություն տիրեց, բայց դա էլ հաղթահարվեց, դա էլ մնաց անցյալում եւ այդ մի քանի տարի իմ լռությունից հետո ես վերադարձա արդեն մեծի հաստատուն, որակապես բոլորովին ուրիշ կայացած ձայնով, շարունակեցի երգել, ուրախացնել իմ իսկական եւ հավատարիմ հանդիսատեսին, ունեցա առաջինը վերադարձ կոչվող մենահամերգ, Արամ Խաչատրյան համերգասրահում, որ հենց այդպես կոչվեց վերադարձ, եղավ լեցուն դահլիճ եւ իմ հավատարիմ հանդիսատեսը տեսավ, որ ես նորից կամ, նորից շարունակում եմ երգել եւ ստեղծագործել։ Դա արդեն բավական
15 տարուց ավել ժամանակ անցել այդ տարիներից եւ ես դրանից հետո հաստատապես շարունակեցի իմ քայլելը երկարվեստում, շարունակեցի ուրախացնել իմ հանդիսատեսին նոր երգերով, նոր ստեղծագործություններով, նոր համերգներով եւ կատարումներով եւ հիմա արդեն ասեմ ավելին, որ ես եմ ստեղծագործում, ես եմ գրում երգեր ժողովրդական ոճի մեջ, իմ ոճի մեջ, իմ համար ունեմ երգեր, քիչ առաջ որ լսեցինք առաջին կատարումը, հենց ես եմ այդ երգի հեղինակը, երաժշտության հեղինակը։ Այո։ Այդպես։ Եվ այն մարդիկ, որ վատ խոսքեր ասած էին ցեսի, ծեր մենահամերգներու հաջողությունը, ծեր երգերու հաջողությունը Փաստեր թե այդ միան փամփասանք մներ մնաց ծեր յեդին դուք ծեր հաջողություններով է որ գշարունակեք եւ գպաստեք թե այսօր գար կուրկեն Դաբաղյանը եւ անպայման պիտի շարունակե արդյոք փոքր դարիքից սկսելուց դժվարություններ ունեիք այսինքն դժվար էր ցեզի համար պատասխանատվությունը փոքր դարիք եք բայց մեծ պատասխանատվություն է փեմի վրա երգել մանավանդ Սայեդնովայի երգեր ինչպես ասեցի մի դժվար ժողովրդական երգեր դուք երգացեք դժվար էր այդ պատասխանատվություն գրելը ցեզի համար դե իհարկե մեծ պատասխանատվություն էր բայց ես պատրաստված էի գնում դրան տանը մենք աշխատում էինք այնպես հայրիկիս հետ հիմնական երգերը մշակելուց այնպես էինք անում որպեսզի հնարավորինս մաքսիմում պատրաստի վիճակում ես բեմ դուրս գայի ու ես էլ պարտաճանաչ ձևով այդ բոլոր առաջադրանքները բարդ առաջադրանքները կատարում էի Ռաշալի ցևով գդարեք ամեն բան նամանավանդ երկմը պատճառ դարձավ այս քախնիկը հաղորդեմ մեր ռադիոստարզիոն գծիրներուն եւ ագնտիրներուն որովհետեւ Կուրկեն Տաբաղյանը գխոսի իր հոր մասին վստահ եմ թե այնինչ որ դուք անեք բավարար պիտի չի լինե ծեր հոր կամ ծեր մոր երկուքի համար դուք երկած եք ծեր ստեղծագործությունները մամջան որ քիչ հետ կպիտի լսենք սիրում եմ քեզ մամջան պաշտում եմ քեզ մամջան շատ գեղեցիկ երգ է ես ալ իմ մորս նվիրեցի եւ ինք շատ սիրեց այդ երգը բայց որովհետեւ նախ կխոսենք ծեր հայրիկի մասին ես առաջին անգամ երբ լսեցի այս երգը ծեր մեկնաբանությամբ այլս կսավով եմ եք ալդարբեր երգիչի ցայնով չի լսել հարկանքներս բոլոր երգիչներուն որ մեկ երգի մասին կխոսիմ մեր հարկելի ունգընտիրներ լսենք ապա կփոխանցեմ հարցումս Կուրկեն Տաբաղյանին Հայրի մանկուց սիրել եմ քեզ Հարվել կրծքին քո հայրական Բազուկներում քո առնական ինձ կարծել եմ ինչպես հսկա դու որպես հայ մասիսի պես վեհես եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է եղել Քո ողջ կյանքում սիրել ես մեզ Չարչարվել ես, պահել ես մեզ Զերացել ես ու քո կյանքը բաժանել ես Տվել ես մեզ Դու որպես հայ Մասիսի պես վեհես եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է եղել Հայրիմ ես քեզ չեմ մոռանա ու անունդ միշտ կմնա Սերունդները
կհիշեն ու միշտ կասեն մեծ մարդերն դու որպես հայ Մասիսի պես վեհես եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է եղել դու որպես հայ Մասիսի պես վեհես եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է եղել ու քո սիրտը ու սուրբ խիղճը ինձ ապավեն հույս է Կենչան, այս ինչ հրաշալի մեկնաբանություն, այս ինչ գեղեցիկ ձևով Շնորհակալ եմ։ դուք մեկնաբանել եք սույն երգը, իսկապես ես կխոստովանեմ դարձյալ թե ես երբ Գուրգեն Տաբաղյանի ցայնով լսեցի սույն երգը, այլ ոյ մեկ ալ դարբեր երգիչի անուն ցայնով ճուզեցի ունգընտրել եւ այս երգը պատճառ դարձավ որովհետեւ գապվինք միասին խոսինք եւ անպայման հյուրընկալեմ ցեսի եւ ոսկու զեմսել մեր հարկելի ունգընտիր ագընտիրներուն եթե ցերնամակները չեմ գարտար այսօր մենք գարցանակրենք այս հարցազրույցը որովհետեւ Գուրգեն Տաբաղյանը շատ սպաղ է ունի իր մենահամերգները ունի իր շրջակայությունները քիչ ինքը հաղորդե երբ թվականները կամ որ մեկ երկրեն ներս է այս երգը դուք նվիրեցիք վստահ ձեր հարկելի եւ սիրելի հորը Իսկ ինք որ ժամանակին ցեզի խորհուրդներ դված եք դուք որ այսօր երկարվեստի աշխարհին ներս մուտք գործերեք գան այդ խորհուրդները որ ցեր հորմել լսած եք եւ գործադրեք այսօր Այո, իհարկե, շատ Ինչպիսի խորհուրդներ թե ավելի դպավորեց ցեզի եւ մինչեւ այսօր անպայման գործադրվին Հիմնականում խորհուրդները պրոֆեսիոնալ երգի երաժշտության հետ կապված բաներ են խորհուրդներ կան գիտեք հիմնական խորհուրդներ են որոնք այնքան կարևոր են որ ինչքան էլ ժամանակ անցնի տարիներ անցնեն դա մեկը քեզ պետք է գալիս օրինակ ելույթից առաջ որպեսզի լինես սառնասիրտ եւ չհուզվես օրինակ այսպիսի մի բան որ Դե եթե մենա համերգացնենք երգերը շատ են ամեն երգ մի քանի տուն այդքան բառեր հիշելը դժվար է անգիր Այո իհարկե հայրիկս ինձ միշտ ասում էր եթե մարդ ես բնական է ամբոլորի հետ էլ կարա պատահի որ մի ինչ որ բառ մոռանաս երգի հանգարց չշփոթվես ու բեմի վրա կանգնես sense խառնված իրար որ բոլորը հասկանան դու Բարերը մոռացել ես։ Ուրիշ երգից թեկուս ստեղծագործես այդ պահին, ուրիշ սխալ բառեր, ինչ որ կգա այդ պահին մտքիդ դու ասա, մինչև որ իսկական բառերը կհիշես իրան ու կանցնի։ Ու այդպիսի դեպքեր եղել են։ Եվ փոքր տարիքում եւ հիմա, որովհետեւ բառերը այնքան շատ են տեքստերը, որ անգիր հիշելը դժվար է եւ գալիս է պահ, որ ասենք երաժշտությունը երաժիշտները նվագեցին, վերջացրին, որ դու պետք է սկսես արդեն ու մոռացել ես։ Այդ պահին մոռացել ես որ բառով էր սկսվում երգը։ Շատ լավ հասկանում։ Որպեսզի չկանգնես, այսպես կողքերդ նայես, հանդիսատեսը զարմանա, ասես ինչ եղավ։ Ուրիշ երգից ինչ որ ուրիշ բառեր, թեկուզ սխալ հիշելով ասում ես, մինչև ինքն իրան գալիս է ընկնում է իր տեղը։ Եվ ահավասիկ երկիչի վարպետությունը ուրիշ երկի բարերով կրնա ինք շարունակել իր երկը որպես հանդիսադեսը որովհետև այդ մի քանի կարճ վարքյաններն է տևում։ Եթե այդ մի քանի վարքյանն անցավ, հետո ավտոմատ հիշում ես արդեն ընկնում է տեղը։ Երկի ինքը հուշելով տանում է քեզ։ Շատ նորմալ է մոռնալը, շատ նորմալ է, այսպես մի թե պատահիլը կամ հուզվիլի ինչպես որ արդեն իմ հետս պատահեցավ հիմա, մենք չենք կարող կոնտրոլ անել մեր սկացումների վրա կամ մեր մտքի վրա բադահական է մանավանդ բարակային թուգունիկ շատ մեծ թիվով երկել հավանաբար գռնակ մորանալ եւ ծեր հորը խրադը իսկապես դեղիներ արդյոք այս երգը որ լսեցինք իմ հայր երգը հայրի մանկին երգը
ցևով մի նվեր կամ քնահանդանքը ցույց դալու համար էր ինչու այս երգը դուք նախընտրեցիք երգել եւ դեսահոլովակի մեջ ծեր հայրն ալ մաս կկասմե այսինքն նկարահանած եք ծեր հորը հետ այդպես է այո տեսեք ուրեմն այս երգի պատմությունը պատմեմ ինչպես ստացվել հետաքրքիր ուրեմն այնպես ստացվեց որ անցյալ տարի հայրիկիս 70-ամյակը պետք է լիներ բայց ցավոք սրտի ես չէի կարող մասնակցեի որովհետև նախապես ամիսներ առաջ պայմանավորվածություն ունեի որ համերգներ ունենայի հրավեր ունեի Ավստրալիայից Մելբուրնում եւ Սիդնեյում պետք է ունենայի մեծ մենահամերգներ եւ առաջին անգամ պետք է լինեի Ավստրալիայի մեջ եւ քանի որ պետք է 70-ամյակը հոբելյանական էր եւ պետք է նշեին ես մտածեցի ինչ անեմ որպեսզի չեմ մասնակցում բայց ինչ որ անակնկալ հետաքրքիր մտածեմ ես նախապես գնացի ստուդիո խնդրեցի ընկերոջս որպեսզի գործիքավորի այդ երգը որը նվիրված է հայրերին շատ գեղեցիկ երգ է հայրին այո եւ ձայնագրվեցի եւ մեկնեցի Ավստրալիա եւ հենց ծննդյան օրը ես ուղարկեցի ձայնագրությունը եւ այնտեղ որտեղ որ ռեստորանում իրենք հավաքված էին նշում էին միանգամից ձայնագրությունը բարձր միացրեցին եւ հայրիկս չգիտեր ընդհանրապես դե պատկերացրեք ինչ հետաքրքիր եւ հուզիչ վստահ անակնկալ եղավ դա իր համար ու վայելեցին բոլոր հյուրերը հայրիկիս հետ միասին եւ մի քանի անգամ ամբողջ երեկոյի ընթացքում միացրել են այդ նույն երգը, լսել են, վայելել են, հուզվել են։ Այսպես ծնվեց այս երգը, որը հետագայում նաև ես մտածեցի ինչու՞ չէ, թող ամբողջ ժողովրդի համար հասանելի լինի, թող ժողովուրդն իմանա այս երգի մասի, որ ես կատարել եմ եւ նկարահանեցի տեսահոլովակ, որտեղ հայրիկիս հետ հիմնական կադրերը ընդգրկեցինք։ Ու արդեն YouTube-ի մեջ կա տեսահոլովակը հեռուստատեսությամբ նույնպես ցուցադրվում է այդ տեսահոլովակը եւ բոլորին հասանելի է շատ մարդիկ հասցրել են սիրել այդ կատարումը Վստահ եմ թե հուզված թե ուրախ էր նույն ժամանակ որովհետև իմաստալից բարերով իր սիրված հարկված երգիչ տղան սույն երգը որ լսեցին քիչ առաջ նվիրեց իր հորը արդյոք բացակա լալով այսպես ցեզի Ցևով մսրդիցավ պատճառեց, որովհետև հապակեի 70 ամյակին ներգալալ, բայց արդեն նախորոք որոշված ելույթ ունեիք, որովհետև գիտենք, թե բոլոր երգիչներու ելույթները 6 ամիս, 10 ամիս կամ մի տարի առաջ որոշված են։ Դխուր էր ցեզի համար դխրություն պատճառեց ներգա չլալը կամ արդեն նվիրեցիք երգը իրեն եւ ուրախացուցիք ձեր հոր սիրտը։ Դե երգը նվիրելը ոնց որ մի քիչ թեթևացրեց ինձ Իհարկե կուզեի ներկա լինել, բայց գիտեք, սա մեր աշխատանքն է եւ ամեն ինչ մեզանից չի կախված, ժամկետները ընտրվում են կազմակերպիչների կողմից, թե դահլիճը ազատ է այդ ժամանակ, թե չէ, ինչ տարբեր հանգամանքներ կան, որպեսզի համերգը լինի այդ ժամանակ եւ նախապես որոշված էր որ այդ ժամանակ պետք է լինի որտեղ Ավստրալիայի հայերի միությունը եկեղեցին ունեն միջոցառում որին նվիրված էր այդ համերգը մի խոսքով պետք է այդ ժամանակ լիներ ես չէի կարող ոչ մի բան փոխեի այո եւ որպեսզի մասնակցությունը ինչ որ ձևով ապահովեմ այդ ձայնագրությունը բայց նաև դա լավ եղավ ձեզ ասեմ որովհետև այն որ ասում են խոսք կա չկա չարիք առանց բարիքի եթե այսպես չլիներ միգուցե ես այս երգը չերգեի չձայնագրվեի ստուդիոյում եւ հիմա մենք ձայնագրված մակարդակով տեսահոլովակով չունենայինք այս երգը ճիշտ է բայց որ այդպես եղավ ես մտածեցի ինչ անեմ հիշեցի այսպիսի մի հատ լավ երգ կա գաղտնի ձայնագրվեցի եւ այլն ու հիմա արդեն ունենք այդ երկի ձայնագրությունը տեսահոլովակը եւ 100,000-ավոր մարդիկ այդ երգը լսել են, հասցրել են սիրել եւ իմ երգացանկի մեջ եմ ես մցրել եւ իմ համերգներին, որ մեկնում եմ ամենտեղ երգում եմ եւ նկատում եմ, որ բոլորի կողմից սիրվել է այս երգը։ Իսկապես եւ ես, ահա վասիկ պատճառը դարձավ
որովհետեւ այդ երկի միջոցով ուրեմն անպայման այս հարցազրույցը հաջողվել Տեսնում եք նույնիսկ մեր այս հարցազրույցի եւ հանդիպման պատճառն է դարձել այդ երգը։ Ուրեմն այդ մեգասել է թե որքան մեր հայրերը եւ մայրերը արժեքավոր են մեր կյանքին Աստված ծեր հոր եւ մոր երկար կյանք բարգեւի Աստված ծեր ընտանիքի եւ ծնող կողմի ոչ միայն հայրիկի այլ դուք մայրիկի համար շատ գեղեցիկ ստեղծագործություն ունիք նախքան խոսի երգի մասին լսենք բարբերությունը Քոգրկում արաթել է Մայրիմ կյանքից հելեսվել Գուրգուրեն ու փայփայ է Սուրբ ձայնավոր օրասել Սիրում եմ քեզ մամ ջան Աշտում եմ քեզ մամ ջան Քեզ մամ թե կյանքստամ Անսահման սիրում եմ քեզ մամ ջան Պաշտում եմ քեզ մամ ջան Քիչ է քեզ մամ թե կյանքստամ Քիչ է քեզ մամ թե կյանքստամ Հավանաբար ունգընտիրները ասեն, թե մի քիչ ցավալի է երաժշտությունը, բայց քրեթե երբ մայրիկի համար գերքենք, բարձր զգացումով գերքենք, ծնողք այսօր մեկ հատ է։ Եվ Գուրգեն Դաբաղյանը, որովհետև իսկապես քիդագից անց է, քիդե իր հոր եւ մոր արժեքը։ Բարբերությունը եւս ապա պիտի հարցնեմ սույն երգի մասին։ Կյանքի ույսեր սասահման Սիրում եմ քեզ մամ ջան Պաշտում եմ քեզ մամ ջան Քիչ է քեզ մամ թե կյանքստամ Անսահման սիրում եմ քեզ մամ ջան Ջանայ Պաշտում եմ քեզ մամ ջան Քիչ է քեզ մամ թե կյանքստամ Քիչ է քեզ մամ թե կյանքստամ Ոչ թե միայն տահլիջում ներգա եղող մարդիկն է, որ գծապահարեն, մենք ալս հրդանց գծապահարենք այս հրաշալի ստեղծագործության մասին, լսեցինք մամջանի երգը, այս երգին երաժշտությունը ծեր ստեղծագործությունը, այսինքն դուք կրել եք երաժշտությունը եւ վստահ եմ, որ նվիրել եք ծեր մորը, որովհետեւ երբ տեսահոլովակը դիտեցինք, տեսանք տարիներ առաջ ինչպես երգել եք եւ ծեր մայրը տահլիջում ներգա էր, ապա հասուն տարիքի երգել եք եւ դարձյալ ինքն ներգայեր եւ այսպես իր չորդած աչքերը սրբելով Աստված դարձյալ գսեմ իրեն երկար կյանք բարգեւե Գիտեմ թե շատ խորհուրդներ տված է ծեր մայրը ծեր կյանքում եւ միշտ նեցուկ կանգնած է իբր մայր որովհետեւ ինք քուշագած է ծեր դաղանտը բայց դուք ինչ սովորել եք ծեր մայրիկեն Իմ մայրիկը այն մարդկանցից է այն տեսակ մարդկանցից է որ ինքը չի սիրում շատ խոսել, շատ խրատներ տալ, այսպես ասած դասախոսություններ կարդալ, բայց ինքը իր ապրած կյանքով, իր ապրելակերպով, եթե նայես իր արած գործերին, կտեսնես, որ շատ օրինակելի ազնվության եւ համեստության կերպար է որը որ ամենակարևորն է, որովհետև ես նկատել եմ, որ շատ մարդիկ, այն մարդիկ, ովքեր սիրում են շատ խոսել, բոլորին դասեր տալ, ճիշտ ու սխալ բացատրել, խոսելով, հա, թվում է թե սա ճիշտ են, ամեն ինչ ճիշտ են, բայց երբ որ տեսնում ես իր ապրած կյանքը, իր արած գործերը, չի բռնում իր խոսացածի հետ, լրիվ հակառակն է։ Ավելի լավ է մարդ ոչինչ չխոսի, բայց իր գործով ապացուցի, գործով լինի օրինակելի, որովհետև գործն է կարևոր, խոսելը շատ հեշտ է, բոլորս կարող են խոսել, ամեն ինչ ասել։ Մարդ կարող է մտնել եկեղեցի, աղոթք անել, դուրս գալ միանգամից գողություն անել, կարող է խոսի Աստծուց, Քրիստոսից, հավատքից, բայց դուրս գա մարդ սպանի, հանցանք գործի,
գործն է կարևոր։ Այո։ Իսկ իմ մայրը այդ մարդկանցից է, որ ինքը իր գործով ցույց է տալիս միայն լավը։ Եվ ես ուզում եմ, քանի որ այս երգը լսեցինք մամ ջան, Այո։ ուզում եմ այս երգի մասին մի փոքր պատմությունը պատմել, թե այս երգը ոնց է ստեղծվել եւ ոնց նորից անակնկալ արեցի եւ ուզեցի մայրիկիս, ինչպես եւ հայրիկիս արեցի, որովհետեւ երգը երբ որ երգեցի, տեսա հոլովակում կա դահլիճում երգում են։ Մայրս չգիտեր, դա էլ էր անակնկալ իր համար։ Ահա, արդեն հաջորդ հարցումս թե ինչպես ստեղծվել էր երգը, սիրով Հիմա լսենք դրա պատմեմ, հիմա սիրով պատմեմ։ Ուրեմն երգի երաժշտությունը արդեն ասեցիք, որ ես եմ գրել։ Այո։ Եվ ես երգերը որ գրում եմ, հիմնականում երաժշտություն, բառեր եմ գրում, բայց հիմնականում երաժշտությունն եմ գրում, բայց որ երաժշտություն ունենա նաև բառեր, համագործակցում եմ իմ եղբորս հետ, հորաքրոջս տղայի հետ, Նարեկ Մնացականյան, որը որ շատ լավ երգի բառեր եւ բանաստեղծություններ է գրում։ Ողջույն։ Ուրեմն մի օր լրիվ պատահական այս երգի երաժշտությունը առանց խոսքերի, ուղղակի երաժշտությունը ոնց որ գլխիս մեջ եկավ։ Եկավ այս մեղեդին ու ես հեռախոսով ինձ ձայնագրեցի արագ, որպեսզի չմոռանամ։ Այո։ Երբ որ ձայնագրեցի, միանգամից ուղարկեցի այդ ձայնագրածս Նարեկին, իմ երգածս, որպեսզի ինքը լսեր, կարծիք էի հարցնում, որ նոր երաժշտություն ա ծնվել մոտս, ինչ կասես։ Ինքը լսեց ու ինձ միանգամից արձագանքեց, որ շատ հետաքրքիր ու գեղեցիկ մեղեդի է։ Բայց ասեց ինչ տիպի բառեր ես պատկերացնում ես երաժշտությանը որ ունենա։ Ես ասեցի, որ ես ստեղ սովորական սեր կամ յար, սիրած աղջիկ չեմ պատկերացնում։ Հայրենիք էլ չեմ պատկերացնում։ Երևի ասեցի մամային նվիրված, մայրերին նվիրված ինչ որ հուզական, սենց սրտին կպնող բառեր պետք է լինի։ Եվ Նարեկին խնդրեցի, որ ասեցի, եթե կգա մտքիդ տենց բառեր, գրի։ Հետո ինձ երեկոյան արդեն, դա ցերեկն էր, նույն օրը երեկոյան արդեն ուղարկեց մի տարբերակ մայրիկին նվիրված, որը երաժշտությանը իմ գրած շատ սազական էր։ Եվ Նարեկը մոտիկից ճանաչելով իմ մամային, շատ մոտիկից, Նարեկը նաև Նարեկին նաև իմ եղբորը պահել է նաև ինչ-որ չափով իմ մաման, մեծացրել է շատ։ Ու ճանաչելով ու սիրելով իմ մամային, համահունչ բառեր գրեց։ Ու այդ ժամանակ ես միանգամից կապվեցի իմ ընկերոջ, մյուս ընկերոջս Արտակի հետ, որը գործիքավորողն է, եւ ուղարկեցի արդեն այդ տարբերակը բառերով, ասեցի Արտակ ջան, ուզում եմ որպեսզի այս երգը անպայման գործիքավորես ու ես ձայնագրվեմ, որովհետև շուտով ընդամենը 1 ամիս հետո լինելու է մամայիս ծննդյան տարեդարձը, այլի հոբելյանական արդեն 60-ամյակը, եւ ես ոչ մի բան չեմ ասի, ձայնագրվենք այս երգը եւ 60-ամյակին անակնկալ միանգամից բարձրանամ բեմ ու երգեմ։ Ու այդպես էլ արեցինք, մենք ձայնագրվեցինք, երգը ավարտին հասցրինք, մինչեւ մամայիս ծննդյան օրը, որը նաև իմ աղջկա, իմ փոքր Շուշաննայիս կնքելու օրն էր, եւ մամայիս ծնունդը միասին նշում էինք եւ միանգամից անպատրաստից բեմահարթակից հայտարարվեց, որ հիմա Գուրգեն ունի անակնկալ ու ես վեր կացա, երկու խոսք ասեցի ու միանգամից երգեցի այս երգը եւ տեսա հոլովակում կան այդ կադրերը, թե ինչպես է մամաս հուզվել, հուզված մոտենում ինձ։ Մի խոսքով անակնկալը ստացվեց, շատ հուզիչ էր եւ երգը շատ լավ արձագանքներ ունեցավ, հասցրեց սիրվել, արդեն մի քանի 100,000, երևի կես միլիոնից ավել։ Այո, նշмарել եմ։ YouTube-ում այո, եւ ես համերգներին երգելով նորից այս երգը զգում եմ, որ սիրվել է ժողովրդի կողմից։ Վստահ հուզիչ, բայց հաճելի թվեց ձեր մորը, շատ գեղեցիկ երգ է։ Այո, դա այդ արդյունքները հուզվելու եւ ուրախության արդյունքները։ Վստահ, միան ասված ուրախության արդյունքներ թող դա մեզի, որովհետեւ մենք ալ ուրախությամբ շարունակենք, մենք բոլորս իբր հայ գխոսիմ, մենք հայերս մեր կյանքը։ Եթե բիվիրը դառնանք տարբեր թեմայի
շուրջ խոսելով դարիներ շարունակ Գուրգեն Տաբաղյան երկելով է թե վստահ շատ փորձառություն ունեցել եք սովորել եք եւ այս հսկա փորձառությունը ցեզի շատ մի բան գրնա սովորել գիտենք բոլորս թե միշտ հին սերունդը նախընտրել է կուսանական եւ ժողովրդական երկերը որ ցեր երկելու հadouk ոճն է արդյոք բնավ մտածել եք փոխել երկելու ոճը նույն ժամանակ նոր սերունդին էլ կող բահելու համար տեսեք քանի որ ես արդեն խոսեցինք որ շատ վաղուց փոքր հասակից եմ երգում եւ ժողովուրդը ինձ արդեն ճանաչում է որպես այն ժողովրդական եւ աշխուղական երգեր երգող բայց իմ հիմիկվա երկերը իհարկե ոճով նորից ժողովրդական եւ աշխուղական են, բայց գործիքավորման մեջ օգտագործվում են ժամանակակից էլեմենտներ, որը ավելի լսելի է դարձնում այսօրվա 21-րդ դարի մարդու եւ հատկապես երիտասարդի ականջին եւ ինչի՞ չէ մարդիկ վերջապես հասկանան, որ ժողովրդական երգերի տակ նույնպես կարելի է ապրել, ուրախանալ քեֆ անել եւ ժողովրդական երգեր դա չի նշանակում տխուր երգեր ես համերգների ժամանակ կամ տարբեր հանդիսությունների ժամանակ կլինի ծնունդ գնունք թե հարսանիք երբ որ հրավերներ եմ ունենում երգում եմ դարձյալ իմ երգերը ժողովրդական նոր գործիքավորումներով որոնք ապահովում են պարային ռիթմերը պարային տրամադրությունը երգի եւ մարդիկ կարողանում են ապրել քեֆ անել այդ երգերի ներքո որը որ շատ կարևոր է ինձ համար բայց նոր սերունդը այսօր ներողություն որքանով ընդունել է այդպես ժողովրդական երգերը կամ կուսանական կամ այլ տարբեր ոճի որ դուք երգեք որքանով նոր սերունդը այսօր ընդունել է որովհետև ինչպես գիտենք թե դժբախտաբար այսօր երգերը մի տարբեր ոճով են լան ռաբիզ լան մի բարային լան ավելի ջոխ այսպես տարբեր կորցիկավորումով երգեր են եւ ոչ թե ծեր բարձր մագարտակի եւ բարձր ոճի ներկայացնելու երգերու տեսակ են կամ ժանր են տեսեք ներկայացնելուց էլ է շատ բան կախված թե դու ինչպես ես ներկայացնում այդ երգերը բայց ասեմ որ երիտասարդների մեջ այդ երգերը ժողովրդական էլ աշխուղական էլ թեկուզ ազգագրական այդ երգերը հիմա շատ ավելի շատ են քան տարիներ առաջ կարող է թվա զարմանալի բայց դա փաստ է այդպես է օրինակ ես քիչ առաջ որ խոսում ենք երբ որ փոքր երգում էի արգելքներ կային շատ դժվար հաղթահարելի չեն երգում, ընդունված չէր ժողովրդական երգեր։ Հիմա կա Ջիվանու անվան աշխուղական դպրոց, որի ղեկավարը Թովմաս Պողոսյանն է, իմ կողմից, մեր բոլորի կողմից շատ հարգելի, եւ ինքն իր բերանով ասեց մի անգամ, որ երբ որ ես փոքր ժամանակ սկսեցի երգել եւ արդեն ճանաչում ունեցա, մեծ հաջողություններ ունեցա, մինչ այդ Ջիվանու դպրոցը կար, բայց չուներ բավարար չափի դիմորդներ, շատ քիչ էին։ Իսկ դրանից հետո իմ հայտնիությունից հետո մեկ տարում եղել է 150 դիմող, 150 երեխա ծնողներ դիմել են, որպեսզի իրենց երեխաները գան, ընդունվեն, սովորեն ժողովրդական եւ աշխուղական երգեր երգել։ Հետագայում մենք տեսանք նաեւ հեռուստատեսային շատ նախագծեր, տարբեր ալիքներով շատ նախագծեր, որտեղ ներկայացնում էին երիտասարդները ժողովրդական աշխուղական երգեր, երգացանք, որոնք նույնպես մեծ պահանջարկ էին վայելում եւ մեծ հաջողություն ունեցան տարբեր ալիքներով, որտեղից դուրս եկած շատ երգիչներ հայտնի դարձան, ճանաչված երգիչներ դարձան, հետագայում էլ մինչեւ հիմա շարունակում են իրենց գործունեությունը։ Այսինքն, այս առումով կա դրական տեղաշարժ, եթե համեմատենք 10, 15, 20, 25 տարի առաջվա համեմատ կա դրական տեղաշարժ, հետո ուրիշ բան ասեմ, օրինակ 10, 15, 20 տարի առաջ, թեկուզ 2000-ական, 90-ական թվերին, հարսանիքների ժամանակ ընդունված չէր ժողովրդական եւ ազգագրական երգեր համարյա, շատ քիչ էր, բայց այսօր գրեթե ուրախ առիթ չկա, որտեղ օրինակ չհնչի կամավորի երգ կամ ազգագրական մեկ ուրիշ երգ, կամ ժողովրդական օրինակ ինչ-որ մի թամամ աշխարհ կամ նման երգ է։ Այս առումով էլ լավ է։
Բնական է, որ ուրիշ ժանրեր կան, պետքա լինեն եւ ավելի հեշտ թեթև հանրամատչելի ժանրերը ավելի մեծ տարածում պետքա ունենան, դա բնական է։ Այո։ Բայց պետքա ժողովրդականը ու ազգայինը չմոռանանք, որ պետքա լինի նաեւ դրանց կողքին։ Դուք որ հիշեցի գստիկ թե այսօր կան երեխաներ կամ փոքրիկներ այդ սերը ունին ժողովրդական կամ ասենք աշխուղական, ասկակրական երգերու այս մեկ ուրեմն փաստ է թե աբակային եւ քիչ ավելի մեծանան եւ հասուն դարեկի հասնին ուրեմն այս ժողովրդական երգերը պիտի շարունակվի որովհետեւ արդեն փոքրիկներ երեխաներ սկսել են բայց փագակիցի մեջ շատ կարեւոր է այսօր խոսենք թե դուք ճանցված եք իբր ժողովրդական երգիչ, երբ կասենք Կուրկեն Տաբաղյան, ամենչապես կասենք ժողովրդական երգիչ, հայտնի երգիչ։ Գմտածեք մի օր ծեր ոճը փոխել բոլորի համար կողբահելու, ես պիտի չասեմ նոր կամ հին սերունդ, բոլորի համար, հավանաբար շատեր ծեր ցայնը շատ սիրում են, գան երեխաներ ցեզ շատ բաշտում են իբր երգիչ, բայց կսկասեն թե մենք հավանաբար ժողովրդական երգերը շատ չենք սիրում լսել։ Արդյոք մի օր կմտածեք ծեր ոճը մի քանի երգով փոխել կամ ճանաչված եք իբր ժողովրդական երգիչ եւ գուզեք շարունակել այդպես։ Ոճը ամբողջությամբ փոխել չեմ պատրաստվում, կարծում եմ դա սխալ կլինի։ Ամեն մարդ պետքա անի այն գործը, որը անում է լավ, որակով եւ անկեղծ։ Ես գտնում եմ, որ ես կարողանում եմ լավ, որակով եւ անկեղծ երգել հենց այդ երգեր, ժողովրդական եւ աշխուղական երգերը։ Ուրիշ ոճի երգողներ կան, որոնք իրենց ոճի մեջի երգերը, իրենց ոճում են լավը, որակով եւ անկեղծ։ Այո։ Կլինի էստրադա, կլինի ռաբիս, կլինի ջազ, կլինի դասական, կապ չունի բոլոր ոճերում մենք ունենք շատ լավ երգիչներ եւ արտիստներ։ Ես իմ ոճի մի քիչ անհամեստություն չլինի ասելը, բայց ես իմ ոճի կայացած արտիստներից եմ եւ ունեմ իմ երաժշտության, իմ ոճի, իմ երգերի սիրահարների մի բավական, չասեմ շատ մեծ բանակ ունեմ, սիրողների լսարան ունեմ։ Այո։ Եվ կորցնեմ դա, անեմ այն ինչ որ արդեն անողներ կան եւ շատ լավ անողներ կան, ես դրա մեջ իմաստ չեմ գտնում։ Ամեն մեկը պետքա անի իր գործը եւ աշխատի անել որակով ու անկեղծ։ Այո, ծեր ոճն է, այդպես ճանաչվել եք, բայց գգարձեք ոճի փոփոխությունը, եթե գադարեք, այսինքն միան հարցում եք, գարձում եք թե ծեր լսողների, հետևողների թիվը գնվազվի ներողություն։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր հավատարիմ ինձ այսքան երկար տարիներ իմ ոճի մեջ, եթե սիրում են այս ոճն ու երգերը, լսում են, իրենցից շատերը հիասթափություն կապրեն։ Այո։ Ժողովրդական երգելով մեկնաբանելով միայն գսենք փեմային երգիչ կամ հարսանիքների ալ գարելի այդ ժողովրդական ասկակրական երգերն ալ երգել նույն ժամանակ։ Չէ, ես հենց նոր դրա մասին արդեն ասեցի, որ կարելի է այդ երգերը երգել, հենց ես ինքս մասնակցում եմ, հրավիրում են ինձ այդ նման առիթների, ուրախ առիթների, ռեստորաններում, եւ ես գնում եմ իմ երգերով, երգում մարդկանց ուրախացնում եմ եւ մարդիկ պետքա հասկանան, որ ժողովրդական երգերը դրանք մենակ տխուր երգեր չեն։ Կարելի է ուրախանալ, ապարել, քեֆ անել այդ երգերի տակ։ Եվ այդպես էլ պետքա լինի, հնոց մեր հարսանեկան ծիսակար երգերի ժամանակ հարսանեկան ուրախ երգեր են ռիթմի ընդունված եղել, մարդիկ երգել են այդ երգերը եւ ապարել են այդ երգերի տակ։ Ուրեմն ցեզ մե բահանջվում է զույգերի կողմը, որովհետեւ այդպիսի երգերալ հարսնիկների ընթացքում մեկնաբանեք երգեք։ Այո, ես չեմ ասի թե շատ, ինչպես մյուս ժանրի երգիչները բնականաբար այդ ժանրեր կան, որ այդ միջավայրում ավելի ընդունված ու տարածված են, բայց ես ինքս շատ մասնակցել եմ, շատ հրավերներ ունենում եմ իհարկե եւ համերգային, թե արդեն ուրախ հարսանիք կամ ծնունդ նման առիթների։ Որովհետև համերգի մասին դուք ասեցիք հիմա, հաջորդ թեման պիտի լա համերգ կամ մենահամերգներու մասին։
հիմնականում արտերգրում հանդեսեք դուք գալիս ավելի ինչու մեծ մասը արտերգրում է եւ ոչ Հայաստանում Երևի արտերգրում ավելի շատ կարոտ կա մեր ժողովրդական ազգային ոճի հանդեպ այնտեղից հրավերներ լինում են գիտեք ինձ համար երբ որ ելույթ եմ ունենում տարբերություն չկա որտեղ կազմակերպվի որտեղից հրավեր լինի ես պատրաստ եմ սիրով իմ ելույթները ունենալ հիմա պետքա մեկնեմ համերգների նոր եմ վերադարձել եւ նորից պետքա համերգների, բայց գալով հանդերձ ընդամենը գալուցս 3 օր հետո Գյումրիում ունեմ մենահամերգ ծրագիր կենտրոնի եւ Գյումրիում պետքա ելույթ ունենամ այդպես Ուրեմն մեր հարկելի ունգընցի քիչ առաջ ասեցի որ Ավստրալիայում եմ ելույթներ ունեցել հետո գնացել եմ Եվրոպա հրավիրել են Եվրոպայում հարսանիք երգել օրինակ հենց նոր խոսք գնաց ասեցի Այո Դուք հաճախ շրջակայում եք եւ եղել եք տարբեր երկիրներ ինչպես Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա եւ այլ տարբեր երկիրներ վստահ Եվրոպա եւ Ամերիկայի բնակող երկրբակուները ցեզ հետ հանդիպելու միշտ արիթը ալավելի կունենան, որովհետեւ ինչպեսի արտերգրում ալավելի շրջակայություններ ունիք ըստ դարբերություն չի գա, բայց Սպյուրքահայերը միշտ այդ հավանաբար գարոդու ունին հայ երկիչի մնամանավանդ եթե Երևանում է կամ Հայաստանում է միշտ մենք այդ պետք ունենք որբեսի ներկա գտնվին Ինչ տարբեր սկացում գունենակ երբ Փեմի վրա սպյուրքահայությունը եկած է ցեզի համար ծափահարելու որովհետև գիտեմ այսօր ծափահարությունը շատ կարևոր է իբր կաչալերան կամ իբր կող մնացած ներկաներ Ինչ կդարբերի հայկական հողի վրա երկել Հայաստանում կամ արտերգրում սպյուրքի մեջ Ասեմ ձեզ որ Հայաստանի հանդիսատեսը մի քիչ ավելի խիստ է Իսկ Սփյուռքում հանդիսատեսը այդքան խստապահանջ չի, ավելի շատ կարոտած է Ներողություն, նախքան շարունակելը ճիշտ ինչ ասել գուզեք թե ավելի խիստ է Ինչ ցե Այսինքն ավելին են պահանջում երկչից, ավելի Բարդ երկեր, պրոֆեսիոնալ, եթե լավ չլինի ելույթը միգուցե լավ չծափահարեն, այսպես։ Իսկ Սփյուռքում ավելի ջերմ են ընդունում, քանի որ կարոտն է առաջ եկած։ Ուրեմն պետք է մենք շատ ծափահարենք։ Այո, եւ Սփյուռքը շատ ջերմ է այդ առումով։ Ես անցամբ երբ շատ կբրբդեի շատ լավ կգարթայի ցեր մասին, լավ իմանում եմ թե 10-12 քաղաքներ կամ նահանգներ եղել եք կողբահելու համար բոլորին շրջակայության բահում։ Այս բոլորը ցեզ համար զվարճություն է կամ հոգնություն է, այսինքն երբ Եվրոպա կմեկնիկ 10-12 տարբեր քաղաքներ կամ մեր մոտ Ամերիկա նահանգները որ կերքեք զվարճություն է կամ հոգնություն է ցեզի համար Դե տեսեք նախ եւ առաջ դա աշխատանք է Երկը իմ աշխատանքն է եւ գումար վաստակելու միակ միջոցը Ես երկը դա ինձ համար հոբի չի դա իմ ապրուստն է Եվ լավա որ ես սիրում եմ այդ աշխատանքը եւ իմ սիրած աշխատանքով եմ գումար աշխատում, որովհետև շատերը կան, որ գումար են աշխատում ինչ-որ գործ անելով, բայց այդ գործը չեն սիրում։ Իմ դեպքում լավ է, եւ լավ է նաեւ, որ ես այդ գործն անելով հանդերձ նաեւ ճամփորդում եմ, տեսնում եմ աշխարհ, տարբեր մարդիկ, տարբեր երկրներ, եւ նաեւ տեսնում եմ սեր եւ հարգանք իմ սիրելի հանդիսատեսի կողմից։ Այդ ամենը իրար գումարած ստացվում է մի հատ մի բառով երևի կարելի ասել երջանկություն, որ ամեն մարդ չի, որ այս կյանքում ունենում է այդ երջանկությունը, որպեսզի եւ սիրած աշխատանք, եւ գումար աշխատել, եւ ճամփորդել, եւ հանդիսատեսի սեր եւ հարգանք վայելել մեկտեղ կա, որ դա ես համարում եմ մեծ բախտավորություն։ Համամիտ եմ, երբ մենք սիրելով մեր կորձը կգատարենք եւ կվարձադրվենք, ալ ավելի սիրելով իրենց քնահանդանքով է որ մենք կռանք շարունակել լա ռադիոյի բարակային, լա երկիչի բարակային։ 2000 թվականին դուք երբ
Ամերիկայում ծեր համերգը ներկայացնել եք, այսինքն գայացել էր Ամերիկայում, երկրորդ մենահամերգի ժամանակ ծեր գլխին թրել են իշխանական ոսկեթակ եւ այդ օրվանից կոչվել է Գուրգեն Դաբաղյան հայ երկի փոքրիկ իշխան։ Այսօր 25 տարիներ յետք հայ երկի փոքրիկ իշխանը ինչ կասե հայ երկի մեծ իշխանի խելահաս հասուն իշխանին։ Փոքրիկ իշխանը մեծ իշխանին ինչ կասեր։ Ինչ կասե այսօր։ Կդժվարանամ ասել թե ինչ կասել, որովհետև տարբեր ժամանակներում ժամանակը փոխում է ամեն ինչ, մարդուն է փոխում, մարդու մտածելակերպն ու հայացքները, ճաշակը ամեն ինչ փոխում է, բայց եթե փոքր Գուրգենը այս մեծ Գուրգենի լսեր, երգերը լսեր, ես համոզված եմ, որ շատ բան կսովորեր եւ հիացած տարված կլսեր։ Վստահ կլսե։ Մեր հարցազրույցի վերջին բաժինը արագ հարցումներ եւ արագ պատասխան, այսինքն կարճ ցեզի անունները որ պիտի հիշեմ կամ տարբերակ ցևով, այո ոչը կամ դուք պիտի նախընտրեք։ Ժողովրդական երգեր մեկնաբանելը որ մեկն է Գուրգեն Դաբաղյանի համար հավատարիմ մնալ արմատներին կամ ցեր նախընտրած ոճը։ Հավատարիմ մնալ արմատներին։ Հայաստանում կամ արտերգրում մենահամերգներու արդյունքը ցեզ ուրախ կբահե Հայաստանում կամ արտերգրումը։ Հայաստանում։ Ձեր ցայնը ժառանգել եք ձեր հորմե կամ աստվածադուր է։ Երկուսը միասին։ Մեկ հատ։ Հորիցս։ Փոքր Լևոնը եթե ցանկանա 6 տարեկանից երկիչ լինել հորը նման հարկելի ունգընտուներ գխոսիմ Գուրգեն Դաբաղյանի փոքրիկին համար փոքր Լևոնը եթե ցանկանա 6 տարեկանից երկիչ լինել հորը նման այսինքն ցեզի նման կընտունիկ կամ կմերժեք Եթե իմ նման երկի մոտը այդպես ստացվի կընդունեմ բայց եթե պետքա թույլ լինի չէ Ճիշտ ինչ ասել գոզեք թույլ լինի Այդ տվյալները թույլ լինեն, տաղանդի մասին եմ խոսում։ Իսկ փոքր Շուշանան կամ փոքր Շուշանա ասենք, ծեր Նույնը Շուշանայի մասին կասեմ։ Այո, նույն պատասխանն է, այսինքն չի դարբեր, եթե ասենք, եթե տղա է կամ աղջիկ է։ Այսինքն տղա աղջիկը չի, իմ ասած այնա, եթե ունենա բացառիկ տաղանդ, բոլորից տարբերվող, որ այդքան մեծ հաջողություն ունենա, տաղանդ աստվածատուր տենց շնորհք Այո, թող դառնա, բայց եթե պետքա լինի միջակ մեկը, միջակ, որ իր նման հազարավորները կան, այդպես իմաստ չունի դառնա։ Շատ համոզիչ եւ խելացի խորհուրդներ եւ պատասխան նույն ժամանակ։ Նախքան մեր ավարտել այսօրվա շատ գեղեցիկ եւ հարուստ պատասխաններով հարցազրույցը Գուրգեն Դաբաղյան ուր մնացել է լեռնակակատներ մակելցելու հոբին Հիմա մի քիչ երկրորդ պլանը անցել, որտեղ այս պահին ակտիվ չեմ զբաղվում դրանով, բայց սերը դեպի բնությունը միշտ կա Գուզեմ հիշեցնել բոլոր ունգընտիր եւ ագընտիրներուն հաղորդաշարի, եթե կաղապարչունիկ 2009 թվականին Գուրգեն Դաբաղյան բարձրացել է Արարատ լեռան քակատը, կարմիր կապույտ նարնջակույն մեր մայր հայրենիքի դրոշակով։ Արդյոք միշտ սպաղ լալու պատճառով է ծեր երկարվեստով սպաղելով, եթե այդ հոբի մնացել է ծեր յետին, միայն այդ մեկն այդ պատճառով է։ Ինչպես հարցը չհասկացա։ Որովհետև միշտ դուք սպաղեք, միշտ շրջակայություն ունիք, ծեր երկարվեստով սպաղված ըլլալու հասկացա, չէ, ոչ թե զբաղվածությունը, այլ երևի ընտանիք կազմելը եւ ընտանիքն էլ ժամանակատար բան է զբաղվել երեխաներով, կենցաղով, կենցաղային շատ բաներով, երևի ավելի շատ սրա հետ կկապի։ Պատասխանատվությունը ավելի է, ես կուզեմ հույս ողջույններ ուղարկել ծեր սիրունդի գնոջ, շատ սիրունդի գինոնիկ, մանավանդ ծեր երկու անուշիկներուն Լևոնին եւ Շուշանային Աստված պահի, ինչպես նաեւ ծեր ծնողքն Աստված պահի։
Եթե գուզեմ հարաճիգա քալիկ աբակայի նորություններում մասին խոսիլ, գիտեմ շրջակայություններ ունիք եւ ասացիք նամանավան Գյումրի, որ ես մի քիչ դգարություն ունիմ Գյումրի եւ գյումրիցիներու հանդեպ եւ գիտեմ թե իմ հաղորդաշարի բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանը շատ ուրախ վիդիլինե երբ իմանա թե դուք Գյումրի պիտի գտնվիք ինչ նորություններ ունիք հաղորդելի Գուրգեն Դաբաղյան քալիկ շաբաթներուն կամ ամիսներուն Դե համերգները, որ պետք է լինի Ռուսաստանի Դաշնությունում, առաջիկան դա է, եւ ես այս տարի բավականին ակտիվ ստացվում, ունեցել եմ նոր երկկամիսերը, որ արդեն լսեցինք, 10 մենահամերգ արդեն ունեցել եմ, եւս 10 ունենամ շուտով, գումարած Գյումրի համերգը, մի քանի երկ արդեն կարելի ասել ձայնագրությունները պատրաստ են եւ այս տարի կնկարահանեմ այդ երգերի տեսահոլովակները եւ քիչ-քիչ իմ հանդիսատեսը YouTube-ում կտեսնի նաեւ այդ տեսահոլովակները իսկ տարվա երկրորդ կեսին, այսինքն աշնանը կարծում եմ նորից համերգային շրջագայություն կլինի Տեսահոլովակը միշտ պայման է, որովհետև այսօր այդպես մեկ տարի ենք, թե ժողովուրդը միան լսելով չի բավարարվիր եւ փաստը այն է, որ մեր այսօրվա հարցազրույցն լսելով եւ դիտելով ունինք ռադիո լսողներ եւ նույն ժամանակ ռադիո ստարզի թիմադետրում պիտի հետևին հարցազրույցի ինչպես թե ասեցի սկիզբը, թե մենք այսօր ցայնակրեցինք եւ նույն ժամանակ արձանագրեցինք, որովհետև ցայն եւ նույն ժամանակ վիդեո է, որովհետև մեր հարկարժան հյուրը միշտ սպաղ արդեն իմացակ թե ինք ունի իր շրջակայությունները Գուրգեն Դաբաղյան ես պիտի խնդրեմ ցեզ մեր վերջին սրդակին խոսքը դարիներով հետևող հավատարիմ ծեր երկրբակուների համար ինչպես նաև մեր այսօրվա հարցազրույցը որ պիտի հետևին եւ համայն հայության ինչ ունիք ծեր սրդակին խոսքը ասելիք հրամեցեք Նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ինձ հյուրընկալելու համար ու ձեր դրական էներգիայի եւ հետաքրքիր հարցերի համար ցանկանում եմ ձեզ ձեր հաղորդաշարին անխափան եթերներ դեռ շատ երկար տարիների եւ հուսով եմ դուք ունեք ձեր հավատարիմ հանդիսատեսը լսարանը որը հավատարիմ էլ կմնա եւ գնալով կշատանա երկար տարիներ իսկ իմ սիրելի ժողովրդին հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսում բնակվող իմ հայերին ուզում եմ ասել նախ որ ես ձեզ շատ կարոտել եմ որովհետև բավական ժամանակ արդեն 10 տարուց ավել որ ես 15 տարի միգուցե ավել որ ես Միացյալ Նահանգներում չեմ եղել եւ համերգներ ելույթներ չեմ ունեցել շատ կարոտած եմ եւ շատ ուրախ կլինեմ եթե լինի առաջարկ հրավեր որպեսզի լինի նորից հանդիպում եւ ունենամ ելույթ ձեզ համար որովհետեւ անցել է բավական ժամանակ տարիներ եւ ունեմ նոր երգեր, նոր երգացանք, նոր ասելիք ձեզ համար։ Սիրում բոլորիդ, չեմ մոռացել ոչ մեկիդ, ես հուսով եմ, որ մեր հանդիպումը սարերի ետևում չի, շուտով կլինի եւ անցյալում եղած ջերմությունը, մեր շփումը իմ բեմից եւ դուք որպես հանդիսատես նորից կլինի մեծ սպասումով եւ կարոտով։ Սիրում եմ բոլորիդ։ Հույսով մնանք թե մեր հայ պրոդյուսերները այսօր հետևում են այս հարցազրույցին եւ իրենք ամենչապես հրավերը ցեզ ուղարկեն որովհետեւ Փապակելի է ծեր ներկայությունը շատ հաճելի էր ցերից զրուցել Գուրգեն Դաբաղյան ես շնորհակալություն կհայտնեմ իմ հրավերս ընդունելու համար մենք այսօր ամիսների վերգաշխատեինք հարցազրույցի վրա ահա Վասիկ ժամանակը կդանք այդ պատճառով ուզեցինք արձանագրել որբեսի ծերալ երկրբակուները ծեր լուրերով ուրախանան եւ մենք ալ կողբահենք հայ աստղեր հաղորդաշարի միջոցով ուրեմն մենք պիտի լսենք շատ գեղեցիկ երգը ստեղծագործությունը ծերն է ինչպես որ իմացա երաժշտությունը դուք գրել եք քեզ կդա երգը որ 2018-ին հրաբարակել եք ծեր YouTube ալիքում Եվ սա այս երգն էլ նվիրել եմ իմ կնոջը որ այդ ժամանակ դեռ մենք նշանադրված էինք եւ ամուսնացած չէինք նվիրել եմ իրեն Շատ գեղեցիկ երգ է ուրեմն սրդանց է որ դուք երաժշտությունը գրել եք այդ պատճառով շատ գեղեցիկ ստեղծագործություն մնե Դարձյալ ժողովրդական հարկված եւ սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյան շնորհակալ եմ հաղորդաշարի հյուրերին լինելու համար ձեր նորությունները անամբեր կսպասենք որովհետեւ ես հարաճիկա հայդակիրներուն անպայման հաղորդեմ Բարի եկացեք եւ ցտեսություն
Շնորհակալ եմ, հաջողություն։ Թե որտեղից ես քեզ գտա